Դու ինչ ասեմ, շնորհակալություն։ Ձեզ համար սպասելի էր, որ արդարացման վերդիկտ կայացվի։ Այսօր շատ մտահոգ տեսք ունեիք։ Անհանգիստ էիք։ Հա։ Մի քիչ անհանգիստ էի։ Հիմա ոնց եք։ Միջակ։ Այս ամիսների դատավարության ժամանակ մտածում եք, որ դատարանը կարդարացնի, ինչ եք զգում այդ ժամանակ։ Չէ, այդպիսի բան մտքովս չի անցել, որ կարդարացնի։ Ինչ էիք մտածում, ինչ է սպառնում ձեզ։ Չէ, դա շատ մտածելու բան չկա, ես այն ինչը ես արել եմ, մտածել եմ, արել եմ, դա չեմ փոշմանում։ Չեք փոշմանում ինչի համար, որ խնձոր եք շպրտել, հա, նետել։ Հա։ Որ բողոքի ակցիա եք իրականացրել այդ կերպ։ Այո, բողոքի ակցիա էր իմ կողմից։ Ես այնım տանը մայրիկիս ծնունդն ալալ, ես էլ այդ հեռաստացույցով նայում, տեսեմ ինքը հեծյանի վիճի ջնում է, խաշլամա է ավտո, ինչ անում, ասա այդ կանալը փոխի, դուրս եկա բալկոնու տեսա կաղմած, ասում ես ինքն է, ժարանացի, ճիշտն ասած կարտոշկա եմ ուզել, կարտոշկան չճարեցի, խնձորը մոտի կար, խնձոր տվեց։ Մերսի։ Շնորհակալություն։ Քանի որ ես մի փոքր ուշ մոտեցա, ձեր թույլտվությամբ եւս մեկ անգամ հարց ուղեմ, սպասելի էր ձեզ համար։ Ճիշտն ասած չէ։ Չեմ կարող ասեմ։ Չհասկացաք դատավորի խոսքերը։ Չէ, չհասկացա, բենգիս փաստաբանը ասեց, որ ասեցի բան արա, ինձ բացատրիր։ Չհասկացա ինչ ասես։ Առաջին դատական նիստին երբ եկել եք, ես ձեզ հարց ուղեցի, դուք նշեցիք, որ ձեր հոգու այսպես ցավն եք փորձել այդ քայլով ցույց տալ։ Եթե հերթական անգամ տեսնեիք Նիկոլ Փաշինյանին, ինչպիսին կլիներ ձեր քայլերը։ Եթե անա ինքը ես չեմ ուզում մարդի հետևից զրուցանեմ։ Եթե ինքը զրուցոն անելի, ես ուրան այդ մի երկու բառ զրուցում սուդավստում կանեմ։ Ասեք մեզ, ունակ սուդավստում ինչ կանե, ինչ զրույց կանե։ Ինչ կանե, կասեի, որ հրաժարական տուր գնայս ժողովուրդը մեղքն, ես ինչ օրս գցել։ Հատե այդ ձևի, մեզ ես ինչ օրս գցել արցախցիներին։ Ինքը չի գցել ես օրում ես։ Ինչի համար եմ ես խնձորը ինչա գցել։ Ինքն է զորը գցել։ Սաղ գերեզմանատունը, սաղ տները թողել ենք ընկել։ Առաջի մեղավորը ինքն է։ Դրա համար էլ ես իրան հարգում չեմ։ Նույնակ։ Իրան են ԿՊ ինչա իրանց այդ խումբը ես չեմ հարգում։ Իրանք են մարդիկն էր, ես даже Հայաստանցի Երևանց ասում եմ վեր այդ մարդը դրա հարկավերա հանցանին վեր այդ մարդը ապագա չկա։ Դուրս բերեն Պարոն Արստամյան, վրընդեն։ Ինչպես եք ապրում, ընտանիքում քանի հոգի եք, ոնց եք յոլա գնում։ 8 հոգի, 3 սենյականոց։ Վարձով։ Վարձով եմ ապրում։ Աշխատող կա տանը։ Մին հոգի աշխատում։ Մեծ աղջիկ ես։ Ինքն է ձեր բոլորի կարիքները հոգում, պարոն Արստամյան։ Հա։ Այդ օգնությունները, որ տրվում է, ստանում եք։ Դե միջան հիմա հա ստանում եմ։ Կարում եք վարձը տակ, նորմալ ապրեք, նորմալ կենցաղ վարեք։ Դե նորմալ սխալքին է ասիմ, մի քիչ աննորմալ ալի։ Մինակ ես չում, ասի արցախցիներն էլ ոխել մեծ մասը աննորմալ ալի։ Գիշերն չես քնում, ննջում ես, վեր ես կենում, չգիտես ինչ ես անում։ Միջան հիմա չեն կարում հարմարվենք։ Գիտեմ։ Ստեփանակերտում էր ձեր տունը։ Հա։ Ինչ տուն էր, սեփական բնակարան։ Չէ, բնակարան է, 3 սենյականոց բնակարան է։
Պարոն Արստամյան, տևական ժամանակ իրավապահ մարմինները բավականին կոպիտ կերպով ձեր բնակարան էին մտել, ձեր մանկասակ թորնիկների ներկայությամբ էին խուզարկություն իրականացրել, դուք տևական ժամանակ դատարան էի գալիս գնում։ Այս երևույթները ձեր կյանքում ինչ-որ բան փոխեցին ձեր հետագա քայլերում։ Նշեցիք, որ եթե տեսնեիք Նիկոլ Փաշինյանին, կասեիք երկու խոսք, բայց ձեր հետագա քայլերի առումով որևէ բան փոխեցին։ Հետագա քայլերը են, որ արցախցիները պետք է դուրս գան միտինգի, Այնորին երկու գյուղացի ասում է հարկավոր է դուրս եկած միտինգի գնաց պախող եք սովածը մնան, միրգ ընծախը ինչ են անում, ասում է չես տեսնում մեզ այդ ոնց է վերաբերում, հարկավոր է դուրս եկած միտինգի միասին համախմբված գնում ես պարկը ես մեզ տեսնում նստած բան են խաղում, բլոտ են խաղում ինչ են անում, այն բլոտի վաղ չի սորվայրան հարինիք թողալ ենք դուրս եկալ այս վիճակում հարկար է միտինգ կեցած, միտինգը համախմբված, այս կառավարության խումբին հեռացրած է, հատե դիմի բենն է։ Պարոն Արստամյան, եթե նորից Նիկոլ Փաշինյանին տեսնեք, նորից նույն բողոքի գործողությունը կանեք։ Դե ճիշտ ասած, այն ինչի ես արալում, այս սրտումս ինչ-որ մին քանի բան ա եղալ, մեկը դուրս է եկալ, հանգստացավ է, բայց եթե ես երկրորդ անգամ դեպայեմ, մի ներկու լավ բար կասեմ իրան, սուդավոլստում մի ներկու լավ բան կասեմ իրան։